Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Կալանավորված 18-ամյա տղային պատգարակով են տեղափոխել հիվանդանոց վիճակը կտրուկ վատացել է։ Ինչ է կատարվել Բաղրամյանի զորավարժարանի տարածքում, պայմանագրային զինծառայող է մահացել։ Անկախությանը նվիրված ֆիլմը սկանդալի կենտրոնում, հանրային հեռուստաընկերությունը հերքում է, հեղինակը մեղադրում, ինչու են արգելել ֆիլմի ցուցադրությունը։ Սկանդալային պաշտոնանկություն Սարդարապատում, իշխանության քննադատություն, թե կարգապահական խնդիր, ով է ասում ճշմարտությունը եւ ինչ կապ ունի Արցախի դրոշը։ Ռուսաստանը ակնարկում է գազի թանկացման մասին, ինչպես է այն անդրադառնալու Հայաստանի վրա։ Իրանը կարողացել է որսալ ամերիկյան լեգենդը, Թեհրանը F-15-ը ոչնչացրելու հայտարարել ամերիկացի օդաչուի հնարավոր գերեվարման մասին։ Տասնութամյա Դավիթ Մինասյանի վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, այնուհետև Երևան Նայիրի բժշկական կենտրոն։ Տղան վերակենդանացման բաժանմունքում է։ Տղայի փաստաբանը մեզ տեղեկացրել է, որ երեկվանից են փորձել ամեն բան անել, որ հիվանդանոց տեղափոխեն տղային, սակայն արձագանք չի եղել։ Տեղափոխելու որոշում են կայացրել միայն, երբ տղան կորցրել է գիտակցությունը։ Ապօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի, եւ ինչպես մայրն էր ասել, 9 օրեկանից նա բուժվել էր այս բուժ կենտրոնում։ Մի տեղը հակասում է մյուս տեղին, մի ներարկումը մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական Բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաեւ այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Ընթանում է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Մեղադրյալը դատարանում խոստովանել է մեղքը եւ պատմել սպանության մանրամասները։ Սկզբից կրակել են ողջի հատվածը, ինչի համար, որպեսի բաղված է վարորդագրերից այդ որ կար, հարցում գալիս են, հետո որ իմացավ կամարան հասկանուչանշում, որպեսի պարդն վարորդը Գրիգորյանը մնատեղ մենակ հողքում մաչինի են դեզևլի ժամանակ չկախան պարդն պարդկար ու ձերվակ տարամին հետևով են վահեցնելու համներ, պրոստը պարդն ու շորժը Կրակը բացեցի իրենց ողջերի արջը, 40 գարուսյան վարորդերի կրակ քիչ հախավ իրենցից քիչ կրակը բացեցի, հետ բացեցի դեպի դաշտավայրը։ Ամենք դաշտավայրը մեղդ էլի հետ բացեցի գնացի կառացավ Դատարանը փոխել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը 3-ամսյա տնային կալանքով։ Հիշեցնեմ, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մի քանի գործ են հարուցել։ Նրան կալանավորել են նոյեմբերի 21-ին հաղորդակցման տեխնոլոգիաներ գործածելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։
Արտաշիրիմում եւ զավակների մարմինները Հայաստանի Հանրապետություն բերել պահանջող ծնողներին չի հաջողվում հանդիպել ԱԱԾ տնօրենին։ Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այժմ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ իրենց որդիների մարմինները վերահուղարկավորել Հայաստանում։ Իսկ Բաղրամյանի զորավարժարանի տարածքում ողբերգական դեպքի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեն դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, քննությունն իրականացնում են 2 հոդվածով՝ զինվորական պաշտոնեական անփութության եւ զենքի կամ ռազմական տեխնիկայի հետ վարվելու կանոնների խախտման հատկանիշներով։ Թմրամիջոց իրացնելու համար կասկածվող 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել են ոստիկանները։ Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են թմրանյութ տեղադրող երիտասարդի, որը փորձել է փախչել եւ ընկել է կիրճում գտնվող ջրատարը։ Երիտասարդը վազելիս նետել է սառը զենքի նմանվող առարկա, իսկ երբ ընկել է ջրատարը, օգնություն է խնդրել ոստիկաններից։ Ոստիկանները նրան փրկել են, ապա ձերբակալել։ Եվ Սարդարապատում սկանդալային պաշտոնանկության մասին։ Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենը պնդում է, որ իրեն հեռացրել են Արցախի դրոշը փառքի անկյունից չհանելու համար։ Իսկ մարզպետարանը պնդում է, որ հեռացման պատճառը եղել է տնօրենի նկատմամբ անվստահությունը։ Տնօրենն էլ ասում է, այդ դպրոց այցելած մարզպետի հետ հանդիպման ժամանակ ինքը բացահայտ քննադատական դիրքորոշում է հայտնել իշխանության հասցեին, ինչից հետո նաև սպառնալիքներ է ստացել։ Թեպետ մարզպետարանը պնդում է, որ այս հարցում քաղաքական որևէ բան չի կարող լինել։ Ինչ է իրականում կատարվել, որտեղը հիմա խնդրու առարկա համարվող դրոշը։ Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Սարդարապատից։ Նախ անվստահության հիմքով աշխատանքից ազատվեց Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, ապա հաջորդ օրը մարզպետի այցի արդյունքում հեռացվեց դպրոցի փառքի անկյունում տեղադրված դաշնամուրի վրայի դրոշը, Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Ոչ միայն հեռացվեց, այլև կորավ։ Թե որտեղ այն հիմա մարզպետի հրահանգից հետո դպրոցում ոչ ոք հստակ չի ասում։ Ես չգիտեմ հիմա կա թե չկա, անկեղծ ասած, այդ օրվանից հետո ես առաջի անգամ եմ դպրոց մտնում, քանի որ դա եղել է 2 օր առաջ։ Ես առաջի անգամ եմ մտնում։ Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մովսիսյանն ասում է նոր է նշանակվել։ Երբ հետաքրքրվել է դրոշի ճակատագրով, իրեն փոխանցել են, որ այն դաշնամուրի վրա է հայտնվել ընդամենը մի քանի օր առաջ։ Մի մեծ դրոշ ես ինձ հետ բերել եմ, որ Հայաստանի Հանրապետության դրոշը երկրորդ հարկի պատին եւս փակցված լինի բարձր տեղում։ Ես կարծում եմ դրոշի տեղը, Հայաստանի Հանրապետության դրոշի տեղը միշտ բարձր պիտի լինի։ Իսկ Արցախի դրոշն է Բայց աշխատակիցները հակառակն են պնդում։ Ասում են դրոշը միշտ իր տեղում է եղել։ Պարզապես հին շենքից տեղափոխվելուց հետո դաշնամուրը դեռ չէր տեղափոխվել, իսկ երբ այն վերջապես տեղադրվել է, դրոշը կրկին փռվել է նրա վրա։ Դպրոցում այն մասնաշենքում միշտ էլ դրոշը եղել է։ Եղել է դրոշը, հա։ Հին դպրոցում եղել է։ Ինչու նախ հեռացվեց տնօրենը, ապա անհետացավ դրոշը։ Արմավիրի մարզպետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, ոչ թե դրոշը դուր չի եկել մարզպետին, այլ դիրքը, սեղանին փռված լինելը։ Կարծես թե սփռոց լիներ փռված, այդպես է ասվել։ Մարզպետը այդպես է ասել, այսինչ է։ Իսկ ինչ վերաբերում է տնօրենի ազատմանը, մարզպետարանի ներկայացուցիչների հետ դպրոց եկած իրավաբանը մի քանի կետերով ներկայացնում է ազատման պատճառները։ Մի քանի բնագավառին վերաբերելի են եղել։ Առաջինը, որ դպրոցում առաջացած ուսուցչի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարվել եւ այդ թափուր հաստիքի դասաժամերը տրամադրվել են այնպիսի մանկավարժին, որ այդ իրավունքը չուներ։ Մինչ նրանց դպրոց գալն էինք խոսել մարզպետարանի մամուլի ծառայության ներկայացուցչի հետ, ասում էր դրոշը հեռացնելու նպատակ երբևէ չի եղել։ Սակայն փաստն այն է, որ դրոշը մինչև հիմա իր տեղում չէ։ Մինչ փորձում էինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հանրակրթության բաժնի պետը հայտարարեց, թե նոր տեղեկություն ունի։ Երբ որ բարձրացանք վերև, ուզում էինք ուսուցիչների հետ հանդիպել մարզպետի հետ միասին, ու երբ որ մենք իջել ենք, դա տևել է երևի թե մի 10-15 րոպե, ոչ ավել, փոխտնօրենը նոր ասաց, որ մենք իջել ենք բոլորս միասին եւ դրոշը արդեն այստեղ չի եղել։ Արդյոք դպրոցի համար խորհրդանշական դարձած դրոշը կվերադարձվի, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը տեղյակ չէ, ոչ դրոշի գտնվելու վայրից, ոչ էլ ապագայից։ Միայն մի բանում է վստահ, անելու է այն, ինչ ասում է վերադասը։
Ինչպես հասկացանք, Արցախի դրոշն է եղել, բայց խոսքը գնացել է ոչ թե հանեք, հեռացրեք, այլ որպես սփռոց դա չպետք է լինի դաշնամուրի վրա։ Իսկ հետո ինչ կլինի, դա կհասկանանք ոնց է ճիշտ։ Ես առաջնորդվում եմ ըստ կարգի։ Թե որտեղ է հայտնվել դրոշը մարզպետի այցից հետո դպրոցում դեռ չեն կարողանում պարզել։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ հիմա նույն թեման այլ դաշտում։ Անկախությանը նվիրված ֆիլմ, որը պատրաստվել է պետական պատվերով, արդեն 5 տարի է չի հասնում հանդիսատեսին։ Հեղինակը խոսում է արգելքի ու գրաքանության մասին։ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրի խախտման։ Սա պարզապես կազմակերպչական ձախողում է, թե ավելի խորքային խնդիր։ Ինչու է անկախության մասին ֆիլմը դարձել վեճի առարկա, հասել դատարան եւ ինչու մինչ օրս չի հայտնվել էկրանին, Սեդա Մակարյանն է պարզել։ Ինչ որ իրանք ասում են մտածածին բաներ են, կեղծիք, ոչ մի փաստ չունեն։ Բանաստեղծ հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը դատական քաշքշուկի մեջ է ընկել սեփական արտադրության ֆիլմի ցուցադրության համար։ 2020 թվականին հանրային հեռուստաընկերության պատվերով եւ պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմն արդեն 5-րդ տարին է էկրաններ չի բարձրացել։ Հեղինակը պնդում է, իրեն արգելում են ցուցադրել Անկախության մեր ճանապարհը ֆիլմը, իսկ ըստ հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հեղինակը խախտել է ժամկետները։ Ֆիլմը ստեղծելու համար պետությունից 4.2 միլիոն դրամ է հատկացվել։ Նախ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։ Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ եւ նույնիսկ ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ, հանրայինի թույլտվության։ Հանրային հեռուստաընկերությունը ստում է, ասում է Պասկևիչյանը։ Հեղինակն ու պատվիրատուն պայմանավորվել են ֆիլմն ավարտել 2020 թվականի աշնանը։ Պայմանագիրը կնքել են նույն թվականի հուլիսի 24-ին 3 ամիս ժամկետով։ Ժամանակահատվածը համընկել է 44-օրյա պատերազմի հետ ու պայմանագրի ժամկետը երկարաձգվել է եւս 60 օրով։ Սակայն ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել։ Հեղինակը որոշել է անձամբ ցուցադրել այն տարբեր հարթակներում։ Ես եւ դատարանում եւ երեկվայում գրառման մեջ բազմիցս գրել եմ, որ ես միայն այդ օրը չեմ ցույց տվել, ցույց եմ տվել շատ անգամներ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է ՀԱԿ-ի գրասենյակում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որից հետո հանրային հեռուստաընկերությունը դատի է տվել ֆիլմի հեղինակին։ Դատարանը որոշել է բացառել ցուցադրությունը ցանկացած ձևաչափով։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները դատարանում վստահեցրել են, իրենք ֆիլմը պատրաստվում էին ցուցադրել 2020-ի հոկտեմբեր ամսին, եթե այն պատրաստ լիներ։ Պայմանագիրը կնքվել է հուլիսի 24-ին, եղել է 90 օրով, իրանք ասում են մենք արդեն որոշել էինք ցույց տալ։ Իսկ 90-րդ օրը գիտեք երբ էր, հոկտեմբերի 24-ին 2020 թվականի։ Եվ ես դատարանում հարց տվեցի, ասի պատերազմի ամենաթեժ պահին դուք այդ ֆիլմը ցույց եք տալու։ Հեղինակն անպատասխան մնացած հարցեր ունի, եթե ինքը ժամկետներ է խախտել, ինչու տույժ տուգանք չեն սահմանել։ Մեկ անգամյա ցուցադրության համար է արդյոք պատվիրվել ֆիլմը։ Հնարավոր չէր այն ցուցադրել անցած 5 տարիների ընթացքում, գոնե մեկ անգամ։ Ինչու է հանրային ընդունման հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ՞ որ իբր խախտվել էին ժամկետները։ Հարցերի այս շղթան երկար է։ Այս պետությանը չի հետաքրքրում 4.2 միլիոն դրամ հարկատուների վճարած ուրեմն հարկերից ծախսվել է, ու այդ ապրանքը չի օգտագործվում։ Այդ գույքը, այսպես ասած, չի օգտագործվում։ Իրանք գույք են ասում դրան, բայց գույքը ինչի չեք օգտագործում, արա 4.2 միլիոն ուրեմն դրամ եք ծախսել դրա վրա։ Հանրայինի նման վարքը Պասկևիչյանը պայմանավորում է ֆիլմի բովանդակության հետ։ Այո, կապ ունի, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուրեմն ամբողջ քաղաքական կամպանիան հենված է նրա վրա, որպեսզի ամբողջովին սրբվի Հայաստանի նորագույն պատմությունը։ Չի եղել Ղարաբաղյան շարժում, չի եղել անկախության շարժում, այդ Ղարաբաղյան շարժում անկախություն բանդասախ ԿԳԲ-ն է արել։ Մենք էլ բոլորս ԿԳԲ-ի աշխատող ենք եղել, չենք հասցրել մեր աշխատավարձերը ստանանք ԿԳԲ-ից։ Իրավիճակը փրկելու համար հանրայինին առաջարկել են վերադարձնել 4.2 միլիոն դրամը, որի դիմաց ֆիլմի տնօրինումը կփոխանցի հեղինակին, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Էկրաններից դուրս մնացած պատմություններից անցնենք իրական պատմություններին։ Այստեղ չկա սցենար, բայց կա կորուստ, սպասում եւ հիշողություն։ Սվետլանա Պետրոսյանն է պատմում։ Բաս քու սրտի դավթրումն էլ
ոչինչ չկա գրած։ Ասում էր Պեպոն, ցույց տալու համար, որ թղթի վրա գրված պարտքը կարող է ջնջվել։ Մարդու հիշողությունից երբեք։ Այս տողերն այսօր այլ կերպ են հնչում արցախցիների ականջներում։ Հայրենիքը միայն քարտեզի վրա գծված սահմանը չէ, որ պատռես, չընդունես ու մոռացվի, ասում են արցախցիները, շեշտելով, որ այն ապրում է հիշողություններում, որը կապում է մեզ անցյալի հետ։ Որ գնաս Արցախ, առաջինը որտեղ կգնաս։ Մեր տանը։ 7 տարեկան Արփին է, Ստեփանակերտում է ծնվել։ Արփիի ընտանիքը Արցախի հայաթափումից հետո է տեղափոխվել Երևան։ Այսօր արդեն դպրոցական, իսկ տան դուռը կողպելիս ընդամենը 4-ամյա աղջիկը չի մոռացել ոչինչ։ Թե որտեղ էր իր տունը, ասում է. «Մամ, ցույց տուր»։ Ստեփանակերտ մեր տոնը շտեղալ է։ Հեքիմյան 8 բեկ։ Հեքիմյան ապիցիացալն ինչ եկեղեցի այլ այնտեղ։ Դող իլելա Սուրբ Հակոբյան։ Հակոբ եկեղեցի։ Արփիի հետ տակ-տակ զրուցելիս մեզ է միանում 8 տարեկան եղբայրը, Արթուրը։ Ինձ էդի Արցախը իմ կյանքս է։ Հակառակ ամաչկոտ ու քչախոս Արփիի, որի հետ միայն մտերմանալուց հետո կարողացանք զրույցի բռնվել, Արթուրը ավելի անկաշկանդ է եւ շփվող, բայց դե Արթուրը միայն խոսելով չի սահմանափակվում, նկարում է, նվագում, ոգևորված եղբոր տաղանդներից Արփինը սկսեց ասմունքել, բայց հարազատ բարբառով։ Հիբո արևքանունի, գիլականուն վեր քեզ խտի, ես կանուն կիզանավ, դու էլ գիտում մզանավ, հիբո երկինքը հիլորվ է, գիլականուն կողքետ նստին, ինչին են չմն կզանավ, կզել գիտում մզանավ։ Հայրենիքը չի մոռացվում, ասում է փոքրիկների մայրը, Տիկին Վիկտորիան։ Մարդիկ կարող են հեռանալ իրենց հողից, բայց հայրենիքի հիշողությունը, սպասումը, վերադարձի հավատը մնում են։ Երեխաների հետ ես հաճախակի եմ զրույցներ ունենում այդ մեր տանտեղը չմոռանալու կամ Ստեփանակերտի տարբեր վայրերը չմոռանալու, այդ տեղանքները չմոռանալու մասին ու հաճախակի եմ հարցեր տալիս, նույնիսկ ժամանակալինու, որ իրենք են ուզում մտահղացումը իրենցն ա լինում, որ պատմեն ոնց են հիշում այդ ամենը։ Վիկտորիան իրենց տան մասին խոսելիս հուզվում է, ոչինչ չեն վերցրել իրենց հետ։ Ասում է, մեկ մեքենայի մեջ մի ամբողջ կյանք, ինչպես տեղավորեինք։ Մի ավտոյի մեջ 6 հոգանոց ընտանիք, դե պատկերացրեք ինչ կարող էինք տեղավորել մեզ հետ։ Մենակ մեզ տեղավորեցինք ու մեկ էլ մի քանի շոր։ Ու այդ շորերի մեջ մտան իմ բալիկների համար եռագույնով գործած մայրիկիս գործած շորերը, որ վախով ես խցկել էի արանքները, որ հանկարծ չհանեն հակարիում, չասեն դրոշա, ծաղրեն կամ չգիտեմ ինչ որ բաների ենթարկեն մեզ։ Պատերազմը փոխեց Վիկտորիայի կյանքը, բայց ոչ հավատը։ Կորուստը մեծ է, բայց նաև հավատն էլ կարող է մեծ լինել, որի շնորհիվ կարող ենք մեր այսպես ասած երազանքին հասնել։ Ինձ թվում է երևի չկա մի արցախցի, որ այդ երազանքը չունենա, որ հետ վերադառնա իր տուն։ Իսկ հաղթահարելի է հայրենիքից հեռու ապրելու ցավը։ Կան բաներ, որը որ շատ դժվար է ընդունել իսկապես իրականության մեջ։ Տեսեք մտերիմի մահը, երեխայի մահը, պատերազմ զոհված 18 տարեկանի այդ կարգի նյութական կորուստները, դա շատ դժվար է ընդունել, բայց այստեղ գալիս է ալտերնատիվ հարց, որ չընդունես եւ անընդհատ ներվայինանաս, անընդհատ ջղայնանաս, անընդհատ տեղը չգտնես, անընդհատ կատաղես, նույնիսկ կատաղության զայրույթներով լի դառնաս, լավ կլինի դրանից։ Այսինքն ստեղից էլ գալիս է մեկ ուրիշ էտապը մեր կյանքի, որ ամենակարևորը մեր առողջությունն է։ Վալոդիա պապիկը Նախիջևանից է։ Նրա երազներում ու հիշողություններում կենթանի են մնացել Ազա եւ Փառակա գյուղերը։ Ծնողներս բնիկ պապս, տատս, ծնողները Փառակա գյուղից են, Գողթանգավառի Փառակա գյուղից են, բայց ես ծնվել եմ Փառակայի մոտիկ Ազա գյուղում, որը Արաքսի հարթավայրախապին գտնվող գյուղ է, Գիլան գետի ափին։ Պարզապես հորս նշանակված էր տեղ աշխատել որպես դպրոցի տնօրեն, այդ տարիներին ես ծնվել եմ Ազայում։ Հիմա մի մասը ինձ ոգևորում են, ասում մեր ազատցին է,
մի մասը ասում է մեր փառակեցին, այսպես ասած։ Իսկ ինչպիսին էր գյուղը մոտ 40 տարի առաջ։ 79-ամյա Վոլոդիա Պապիկի ականջներում դեռ լսվում է գետի խշշոցը։ Գյուղը լեռնային գյուղ է, ասկայլ ասեմ դրախտի մի կտոր, այսպես ասված, ոնց որ ընկածներ այնտեղ։ Գեղեցիկ բարձր սարեր, լանջերը ալպիական ծաղիկներով, չգիտեմ, գյուղի մեջով հոսում է փառակագետը։ Վոլոդիա Պապիկը մաթեմատիկայի բազմավաստակ ուսուցիչ է, ունի 50 տարվա աշխատանքային փորձ։ Մաթեմատիկական չոր ու ճշգրիտ հաշվարկների կողքին հուզական տողեր են։ Վոլոդիա Պապիկն է ստեղծագործել։ Հող իմ հայրենի, օտարին գերված հուշ ես դարձել երազանք կորսված օրան։ Այցի ես գալիս երազում միայն, դարերից եկած իմ գողթանգավարը։ Իսկ հայրենիքի կորստի հետ հաշտվել հնարավոր է։ Ես չգիտեմ, հաշտվել հնարավոր չէ։ Հաշտվել, որ ես հիշում եմ, օրինակ, սիրտս որ ասած ճակում է, նոր խոսում է, արդեն հուզվում է, հայրենիքից որ խոսում է, ով օդը շնչել է, ջուրը խմել է, ոնց կարող է, ամեն մի թուփը, քարը, ամեն ինչ հարազատ է։ Վոլոդիա Պապիկի հայրենիքից ընդամենը մի քանի ընտանեկան լուսանկար է մնացել։ Հաճախ է թերթում ալբոմները։ Նայում է երկար, լուռ։ Յուրաքանչյուր նկար մի ամբողջ պատմություն է՝ մարդիկ, տունը, գյուղի փողոցները, այն կյանքը, որը մնացել է այնտեղ, հայրենիքում, Նախիջևանի, Ազա եւ Փառակա գյուղերում։ Նայում եմ, հիմա պատկերացնում եմ, որ այս գետի ափին եք նստած, այս ծլոկցուր տեղամասում եք նստել, որ հաց ենք ուտում, այստեղ ասենք այս քնարիկ տատիներ, մեր հարևանին են քաներ գովացել մեր գյուղի մասին, որ մի օր ասեց գնալուց մեզ էլ տա ձեր գյուղը տեսնեմ։ Իսկ հայրենիք ու կորուստ բառերը համատեղելի են։ Ես համարում եմ, որ ոնց որ չկա անձի կորուստ, որտեղ հոգին անմահ է, այդպես էլ չի կարող լինի հայրենիքի կորուստ։ Այսինքն մենք կարող ենք մեր հայրենիքում չապրել, բայց ez չի նշանակում, որ մենք կորցրեցինք։ Հայը ուր էլ գնա, իր հետ տանում է հայրենիքը, ասում է հոգեբանը։ Դա որևէ մեկը խլել չի կարող։ Ու նաև երազանքը, որ վերադառնալու է այնտեղ, որտեղ ձևավորվել է իր պատմությունն ու ինքնությունը։ Փաշինյանի Մոսկվա այցից մեկ օր անց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի մակարդակով խոսում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից հրաժարվելու մասին։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիությունն այլևս տնտեսական միություն չէ եւ այն կարող է բավական արագ վերածվել Ռուսաստանի հանդեպ լիարժեք եւ ծայրահեղ թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի, որը որոշ առումներով ավելի վատն է, քան ՆԱՏՕ-ն։ Նա նշել է, որ ժամանակն է հրաժարվել մեր հարևանների Եվրամիությանը անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Նույն պահին Մոսկվայից ստանում ենք նաև տնտեսական վտանգավոր ազդակներ։ Նախ ասեմ, որ մեր երկրում մարտին գնաճն ավելի բարձր է եղել, քան նախորդ 2 ամսում։ Վիճակագրական կոմիտեի տվյալով Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%։ Թեպետ կոմիտեն վստահեցնում է, որ գները նվազել են բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում, զուգահեռ Մոսկվայում հնչում են ելույթներ, որոնք կարող են թանկացնել գրեթե ամեն ինչ։ Խոսքը գազի մասին է։ Ռեսուրս, որը Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր օղակներում ներկա է եւ եթե դրա գինը փոխվի, հետևանքները սահմանափակ չեն լինելու միայն կոմունալ վճարներով։ Սա արդեն շղթայական ռեակցիա է արտադրությունից մինչև սպառողական զամբյուղ, իսկ այդ շղթայի վերջում միշտ նույն մարդն է՝ քաղաքացին։ Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է, Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ հատուկ գնով։ На сегодняшний день, вы знаете, цены на энергоносители, на Այսօր գիտեք, էներգակիրների գազի գները, օրինակ Եվրոպայում, կտրուկ աճել են գերազանցելով $600 1000 խորանարդ մետրի համար։ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում $177.5 1000 խորանարդ մետրի համար, տարբերությունը մեծ է։ Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի հենց Եվրամիություն ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս։ Պուտինը քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել, Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։ Այդ գինը քաղաքական գին է, ոչ թե տնտեսական, եւ եթե չկա գնի քաղաքական տրամաբանություն, ապա կլինի գնի տնտեսական տրամաբանությունը։
Եվ հենց այստեղ է գլխավոր մեսիջը՝ քաղաքական սուբսիդիան չի կարող գոյություն ունենալ քաղաքական անհամաձայնության պայմաններում։ Եթե հարաբերությունները վերակառուցվում են, առաջինը վերանայվելու է հենց սա։ Հայաստան մատակարարվող գազի հիմնական ծավալը գալիս է Ռուսաստանից, տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր, եւ շուրջ 400 միլիոնը Իրանից։ Սահմանին գազի գնի փոփոխությունը ինչպես կանդրադառնա քաղաքացիների վրա։ Պատկերացրեք, ուրեմն 35-40% էլեկտրոէներգիայի կթանկանա, որտեվ չես կարող, կմտնի ընդհանուր կաթսա եւ էլեկտրոէներգիայի սակագինն էլ կթանկանա։ Սա մեկ, այսինքն որ մենք ընդհանուր թանկացում կունենանք։ Եվ երկրորդ, որ այն պրոյեկտները, որ արդեն անհնար է հետ պատտել, ասեցի խոշոր ընկերությունների, չեն կարող ջեկերը կամ ցեմենտի արտադրությունը, գազի արտադրությունը, ջերմոցները առանց գազի չեն կարող։ Դրանք այսինքն մեծ վնասներ կրեն եւ արտադրանքը այլևս մրցունակ չի լինի։ Օրինակ ցեմենտի արտադրության մեջ ծախսի ինքնարժեքի 51%-ը կազմում են գազն ու էլեկտրաէներգիան։ Եվ եթե պայմանական 1 տոննա ցեմենտը 40-ից 50 հազար դրամ է, կդառնա 70-ից 80 հազար դրամ։ Այլևս շինարարությունը թանկ կնստի, ամեն ինչ կթանկանա շղթայական։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանն էլ շղթայի մեջ ներառված հացի, պահածոների արտադրամասերին է անդրադառնում։ Հացամթերքները, տարբեր պահածոների, տարբեր ուրեմն վերամշակմող արդյունաբերությունները, որոնք որ նաև շինարարության ոլորտում արտադրում են շինանյութերի վրա, դրանք բոլորը կթանկանան, շատ էականորեն կթանկանան։ Իսկ ջերմության համար դու ասենք թե ոչ վերային ամիսներին, ասենք եթանենք թե 2-2.5-3 դրամ է կարող է գազի համար, ասենք թե վճարի ասենք 4-5 հազար, դա էլ իհարկե էական է, բայց հատկապես ձմեռով մոտավորապես 5-6 ամիս, որ անցած ջերմության համակարգեր աշխատում են, դրանք կրկնակի ծախս կկատարեն։ Այսինքն, սպառողական զամբյուղում ներառված պարտադիր սնունդը թանկանալու է։ Սա աղքատության բարձր շեմ ունեցող երկրի համար նշանակում է, առանց այդ էլ սահմանափակ եկամուտ ունեցող մարդիկ իրենց ծախսերը կրճատելու են հենց ամենահիմնականի՝ սննդի հաշվին։ Օրինակ կարակը թանկացել է ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց, որ գիտությունը պարզել է, որ կարակը օգտակար է, բայց գիտությունը գիտեք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է։ Գիտեք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը, ինչ ա եղել։ Բանը կարա միս թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ լուրջ առանց կատակի։ Որևէ մեկը կասկածի տակ դնում է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ 2018-ի օգոստոսին Փաշինյանը գնացել էր անձամբ ստուգելու բանջարեղենի գնի փոփոխությունը։ Այս տարի փաստորեն պոմիդորն է առանձնահատուկ թանկ, վարունգը, բադրջանը։ Այս տարի էլ է թանկ, իսկ տնտեսագետները նշում են, գազի գնի փոփոխության դեպքում ավելի են թանկանալու։ Եվ ոչ միայն բանջարեղենը, նաև վառելիքի գինն է փոխվելու։ Միքայել Մելքումյանի խոսքով Ռուսաստանից ներմուծվող գազի գնի հնարավոր փոփոխությունը քաղաքացիների համար կարող է կանխել պետությունը սուբսիդավորման հաշվին։ Բայց այստեղ եւս ուժում է պետությունը։ Հարկերը քիչ հավերցնում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը որոշում է, որ Գազպրոմ պիտի շահույթը քիչ ստանա։ Ինչ որ ռեզերվներ, տես չի որ անհնար է, որ չգտնենք։ Թանկանում է գազը, թանկանալու է հացը։ Իսկ դա արդեն միայն տնտեսության հարց չէ։ Սա սոցիալական իրականություն է, որն ամեն օր զգալու է քաղաքացին։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանը հրապարակեց մի կադր, որը կոտրում է ամերիկյան կեսդարյա լեգենդը։ F-35-ի հնարավոր կործանումը ոչ միայն ռազմական, այլ հոգեբանական հարված է։ Իսկ ամենակարևորը սա Միացյալ Նահանգների հեղինակության հարցն է։ Իրանական ԹԱՍՆԻՄ-ը պնդում է, որ ինքնաթիռի ոչնչացումից հետո ամերիկացի օդաչուն ինքնանետվել է։ Հայտարարել են, թե ով ամերիկացի օդաչուին ողջ գերի վերցնի, կստանա արժեքավոր պարգև։ Իրանական որոշ աղբյուրներ էլ արդեն հայտնում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որոնողական գործողության ընթացքում գտել եւ ձերբակալել է ոչնչացված կործանիչի օդաչուին։ Մանրամասները ռեպորտաժում։ Աշխարհի ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը մոտ 20 տարի է արտադրվում է, 7 տարի կիրառվում է մարտական գործողություններում եւ ոչ մի անգամ ոչ մի թշնամի չէր կարողացել այն ոչնչացնել, մինչեւ ապրիլի 3-ը։ Պաշտոնական Թեհրանը կործանիչի ոչնչացումից կադրեր է հրապարակել։ Ըստ իրական լրատվամիջոցների ամերիկյան ուղղաթիռները Իրանում կործանիչի օդաչուին են փնտրում։
Սակայն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է, որ սա ոչնչացված երկրորդ ամերիկյան կործանիչն է։ Առաջինը F-15-ը ոչնչացվել էր դեռ մարտի 2-ին։ Եթե այդ պնդումները հաստատվեն, սա կլինի պատմության առաջին դեպքը, երբ F-15-ն ու F-35-ը կործանվել են իրական մարտական պայմաններում։ Հասկանալու համար, թե ինչու է սա պատմական, պետք է իմանալ, թե ինչ կործանիչի մասին է խոսքը։ F-35-ը նախագծված է այնպես, որ թշնամու հակաօդային համակարգերը նրան ուժ հայտնաբերեն կամ ընդհանրապես չնկատեն։ Դրանով իսկ թույլ տալով կործանիչին ներթափանցել այն տարածք, որտեղ թշնամու հակաօդային պաշտպանությունն ամենաուժեղն է եւ հարվածել նախքան հակառակորդը կկարողանա արձագանքել։ Դրա համար կործանիչի մակերեսը ծածկված է հատուկ նյութով, որը կլանում է ռադարի ճառագայթ անդրադարձնելու փոխարեն։ Զինամթերքը եւ վառելիքը կործանիչի ներսում են, որպեսզի ռադարը դրսից ոչինչ չնկատի։ Արդյունքում թշնամու ռադարի էկրանին F-35-ը երևում է փոքր թռչնի չափ։ Այս կործանիչը ձայնից արագ է թռչում եւ ներսում կարող է տեղափոխել 8 տոննա զինամթերք։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի հպարտությունն ու Մերձավոր Արևելքի երկնքի տիրակալը մինչև այսօր անպարտ էր մնացել։ Հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնում այս լուրն անհանգստություն է ստեղծել, ոչ թե կորցրած ինքնաթիռի ֆիզիկական արժեքի, այլ հոգեբանական ու ռազմավարական ազդակի պատճառով։ Սակայն Թեհրանը հաղթանակով ոգևորվելու երկար ժամանակ չունի, Թրամփը գործողության է անցել։ Սոցիալական ցանցերում նա հրապարակել է Թեհրան-Քարաջմայրուղու կամրջի փլուզման տեսանյութը կից գրությամբ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է։ Դրանից այլևս երբեք չեն օգտվի, առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ եւ ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող է մեծ երկիր դարձնել։ B1 կամուրջը, որի բարձրությունը 136 մետր է, շինարարության վերջնական փուլում էր եւ պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը։ Իրանական ինժեներիայի ճանաչված գլուխգործոցին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է ջնջել երկրի երեսից Իրանի էլեկտրակայաններն ու խմելու ջրի արտադրության կայանները, եթե Թեհրանը շուտով չհամաձայնի խաղաղության պայմաններին։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք։ Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է։ Ինչ է նշանակում հարված էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին Իրանում ապրում է 90 միլիոն մարդ։ Փորձագետները մատնանշում են, որ Իրանի էլեկտրաէներգիայի ավելի քան 95%-ն արտադրվում է գազով եւ նավթով աշխատող ջերմային կայաններում։ Երկրում կա մոտ 130 նման կայան։ Ամենամեծը Դամավանդն է, գրեթե 3000 մեգավատ հզորությամբ։ Հաջորդը Նեկկան է, Կասպից ծովի ափին։ Դրանց ոչնչացումը կնշանակի հիվանդանոցներ առանց հոսանքի, ջրամատակարարման համակարգեր առանց պոմպերի, կապ առանց ցանցի։ Amnesty International միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ նման հարձակումը կնշանակի պատերազմական հանցագործություն։ Թեհրանն էլ չի լռում։ Իրանի արտգործնախարարն արդեն ասել է, որ կառույցներին հարվածելը կստիպի ոչ թե հանձնվել, այլ ավելի ամրանալ։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ինչը երբեք չի վերականգնվի։ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը։ Թեհրանն ուղղակիորեն նախազգուշացրել է, որ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, ապա իրենք կկործանեն Պարսից ծոցի արաբ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար։ Տարածաշրջանի ամբողջ էներգետիկ համակարգը կարող է հայտնվել կրակի տակ։ Ֆինանսական շուկաներն արդեն կտրուկ են արձագանքում այս պատերազմին։ Նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է $117։ Միջազգային արժույթի հիմնադրամը զգուշացնում է, շարունակելու դեպքում ամբողջ աշխարհի բնակչությանը կսպառնա ավելի թանկ կյանք եւ ավելի դանդաղ զարգացող տնտեսություն։ Անորսալի օդանավը ոչնչացված է, իսկ հետևանքները դեռ առջևում։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կանգ չեն առնելու։ Իմ եւ Թրամփի, նաեւ Իսրայելի պաշտպանության բանակի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի միջև լիակատար համակարգմամբ մենք կշարունակենք հարվածել Իրանին։ Մենք ոչնչացնում ենք հրամանատարներին, ռմբակոծում ենք կամուրջներ եւ թիրախ դարձնում ենթակառուցվածքները։ Այժմ լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ Իսկ մենք կհանդիպենք երկուշաբթի նույն ժամին։ Հաջողություն։